Բոլորին բարի առավոտ, այսօր լավ տրամադրությամբ ես որոշեցի մտնեմ եթեր, այսպես ասած ամեն եթերում ես կուզենայի բարի խոսքեր նվիրել եւ բարի մտքերի մասին խոսանք, բայց ցավոք սրտի ամեն օր մենք տեսնում ենք, որ տարբեր իրադարձություններ է կատարվում եւ ստիպված եք լինում խոսանք այն թեմաների շուրջ, որը շատ կարևոր է մեր հետևորդների համար, բայց այսօր կուզենայի պատմել, որ Հայաստանում հոյակապ եղանակ կա եւ այն իմ հետևորդներս, ովքեր պատրաստվում են գալ Հայաստան մայիսում, հունիսում, նշեմ, որ հոյակապ գարուն է Հայաստանում, հոյակապ արև եմ տեսնում այսօր առավոտից եւ ուզում եմ կիսվել ձեզ հետ իմ տրամադրությունից, լավ տրամադրությունից եւ ասեմ, որ բոլորս մենք պետքա ամեն օր մեծ աշխատանք տանենք, որպեսզի ավելի փայլուն Հայաստանը տեսնենք, ավելի զարգացնենք Հայաստանը եւ այս աշխատանքը ամեն օր պետք է կատարենք, կապ չունի որտեղ ենք մենք գտնվում, որ գյուղում, որ մարզում, թե որ երկրում, բոլորս անելիք ունենք, բոլորս կարանք ահագին բաներ անենք հայրենիքի համար եւ այդ բարի մեր գործերը, որը մենք կարանք նվիրենք մեր հայրենիքին, դա պետքա մենք անենք սրտանց եւ հոգով ու այդ դեպքում անպայման մեր արածները արդյունք կբերեն։ Ես վստահ եմ, որ դուք ինձ հետ համաձայն եք, որ ամեն ինչ մենք անում ենք, ճաշ ենք պատրաստում, տունն ենք հավաքում, թե խոսում ենք երեխու հետ, թե խոսում ենք ընկերների հետ, երբ մենք մեր խոսքերի մեջ եւ մեր շփման մեջ մենք ներեք դրնում, այսինքն երբ մենք լցնում ենք դա սերով, այսինքն երբ սեր կա մեր խոսքերի եւ քայլերի մեջ, այն մարդը, ով մեզ լսում է կամ ով մեզ հետ շփվում է, ինքը ավելի շուտ է ընդունում մեր ասածները եւ ավելի շատ է մեզ հավատում։ Այսինքն ստացվում է, որ սերը գլխավոր, այսպես ասած, այն գլխավոր բանն է, որը կարանենց բաներ, կառուցի, որ մենք չենք էլ պատկերացնում։ Այնպես որ այս առավոտյան եթերով ես կուզենայի ցանկանամ ձեզ, որ ձեր սիրտը լցված լինի սերով եւ այն մարդիկ, ովքեր բարի են ձեր շրջապատում եւ ձեզ նվերում են բարի խոսքեր կամ ինչ-որ բարի բաներ են անում ձեր հանդեպ, ես կուզենայի իրանց առանձին շնորհակալություն հայտնել, քանի որ այս աշխարհում ամենաշատը մենք սիրում ենք բարի մարդկանց եւ բարի անձնավորությունները մեզ թույլ են տալիս հավատանք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Դրա համար կասեի, որ նաև իմ եթերների ժամանակ եւ YouTube-ում Ժանը Դոբրո ուտրա, Արմեն Դոբրո ուտրա եւ որոշեցի, որ այսօրվա եթերի ժամանակ պետքա ես կիսվեմ այն եղանակով եւ այն տրամադրությունը, որը ինձ ունեմ ձեզ հետ ու առաջինը ցանկանամ ձեզ լավ օր, լավ տրամադրություն եւ նշեմ, որ բոլորս շարունակում ենք մեր մեծ աշխատանքը եւ շարունակելու ենք ձեզ հետ միասին, որպեսզի ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե օգնենք հայ ժողովրդին եւ Հայաստանին։ Նորից եմ կրկնում, կապ չունի դուք որ մարզում եք ապրում, որ գյուղում, որ քաղաքում, թե որ երկրում, բոլորիս անելիքներ ունենք, Ավետիք ջան բարև, Ալիկ ջան բարևներ, Շուշանիկ ջան բարևներ, Ռոման Իգիազարանն ամտել մեր եթերը, ձեզ եմ բարևում, բոլորիդ եմ բարևում։ Եվ ահագին անգամ մենք խոսացինք դրա մասին, ինչեր կարանք մենք անենք հայրենիքի համար, ուզում եմ այս եթերում նշել, որ ահագին բաներ կա մեր ձեռի մեջ, որը մենք չենք պատկերացնում։ Մենք գիտեք շատ վաղ մենք կողից նստում ենք, ավտոյի մեջ ենք նստած, ես հիմա չգիտեմ որտեղ դուք նայում իմ եթերից, ավտոյում, տան մեջ, կամ էլ չգիտեմ գնացել եք ման եք գալիս, եւ դուք կողից նայում եք, ասում եք, իսկ ինչով դուք կարաք օգնեք, ինչ դուք կարաք անեք, հայրենիքի համար, եւ պատկերացրեք, որ հաստատ կարամ նշեմ, որ բոլորդ կարաք ահագին բաներ անեք առանց գումար ծախսելու։ Սա խոսում է դրա մասին, որ մենք պետքա ճիշտ վերաբերվենք, բարի օր Մելանիա ջան, ճիշտ պետքա վերաբերվենք իրար հանդեպ։ Մենք պետքա հասկանանք, որ առաջ մեզ սովորացրել են, որ մենք ավելի հեշտ ապրենք, ավելի հեշտ գումարներ գտնենք, այսինքն ջանքեր չծախսենք, բայց հարուստ լինենք, լավ կարանք փողեր ծախսենք, բայց ամենաճիշտ ճանապարհը, ճիշտ ճանապարհը բոլորիս համար Հայաստանում դա այն ճանապարհն է, երբ դու աշխատում ես, ջանքեր ես ծախսում, այսինքն քրնիկով աշխատում ես քո գումարը, որպեսզի ստաբիլ կարաս ապրես։ Ցավոք սրտի մեր խնդիրների մեծ մասը գալիս է դրանից, որ ժողովրդի մեծ մասը առաջ, Սերժի եւ Քոչարյանի ժամանակ իրանց ասում են եւ նաեւ այդ ֆիլմերը, որ իրանք նայում են,
այդ կինոները նայում են, իրանք ասում են, արա ախպերս կարա սրան կիդատ անես, սրան սպանես, սրան հետ sense բիզնես անես, սրան կիդատ անես եւ մի օրում մի շաբթում հա դարած հարուստ։ Այս մտածողությունը քանդեց բոլորիս հա կյանքը հավատացեք որ մեծ մասը ինչի են դժվար փոխում այդ պատճառով քանի որ մարդիկ առաջ մտածում են որ շատ հեշտ կարելի է փոխումար հա գտնել բայց ճիշտ ճանապարհը երբ մենք աշխատում ենք քրնինքա մեզնից գալիս որ մենք ամեն մի կոպեկը հա ազնիվ աշխատենք գիտեմ որ մի մասը երևի ասում են չէ դա հետաքրքիր չի տարիներով աշխատեմ կոպեկ հավաքեմ որ նորմալ սկսեմ ապրել բայց վերջում դու գալիս ես մի հատ հա եզրակացության որ ահագին մարդիկ ովքեր sense շուտ փող են աշխատել շատ շուտ էլ այդ փողը կորցրել են կամ էլ ընկել են հա ինչ որ գործերի մեջ եւ մենք տենում ենք այդ պատմությունները օրինակ այդ կաշարակերները կամ էլ չգիտեմ ինչ որ մեկը փողա վերցրել փախել է ուրիշ երկիր բայց գնացել է ուրիշ երկրում էլ հա խնդիրների մեջ մտել Էդվին ջան բարևներ երբ պատրաստ լինես ասա եթեր անեք անպայման մարդիկ սպասում են այնպես որ ժողովուրդ ջան ես վստահ եմ որ այն մարդիկ ովքեր շատ այսպես ասած դիմացք ունեն, то есть ռուսերեն ասում են терпеливые, նրանք միշտ հաղթելու են։ Իսկ ինչ մնաց Հայաստանի հարցերի մասին եք երբ մենք խոսում եւ հայ ժողովրդի հարցերի մասին, փառք Աստծո, որ օրից օր մեր հայրենիքը ավելի ուժեղանում է, օրից օր լավ լուրերը շատանում են։ Տեսեք, դրա մասին նաև կգրեմ, այս վերջի լուրը, որ Սահմանադրական դատարանը 3 տարի փաստորեն հա ուսումնասիրում են այդ օրենքը անօրինական գույքի մասնա խոսքը եւ հաստատել են որ այդ օրենքը հա համապատասխանում է Սահմանադրական դատարանին, այսինքն Սահմանադրական դատարանը պրիզնատ է գալիս այդ օրենքը, դա նշանակում է որ այն բոլոր ունեցվածքը, որը վերցրել են հարուստ մարդկանցից եւ վերցնելու են եւ ահագին գործեր կա դատախազությունում, դա նշանակում է որ այդ բոլոր մարդիկ հա չեն կարողանալու հետ բերեն այն բաները, որը պետությունը վերցրել է եւ վերցնելու է։ Այնպես որ այդ լուրը Սահմանադրական դատարանից, որը մենք լսեցինք, հոյակապ լուր է բոլորիս համար եւ սա պետքա մարդիկ ֆիքսեն։ Կուզենայի մենք ձեզ հետ միասին ավելի շատ իրար բարի խոսքեր ասենք։ Կուզենայի որ մենք մի հատ մտածենք ոնց անենք, որպեսզի իրար տրամադրությունը բարձրացնենք։ Գուցե նաև ձեր խորհուրդներն է ինձ օգնելու եւ ես ուրախ կլինեմ լսեմ ձեզնից եւ իմիջիալոս ասեմ որ մենք աշխատում ենք միշտ որ լավ տրամադրություն նվիրենք մեր ընկերներին, ընկերուհիներին եւ չգիտեմ ինչքանով է ստացվում, ոնց որ ստացվում է։ Էլի եմ ասում ցավոք սրտի լինում է օրեր, երբ իրավիճակը բարդ է եւ պետքա դու ինչ որ եթերներ, հա, անես կամ նյութեր գրես, որը համապատասխանա այն իրավիճակին, որը կա պետության մասշտաբով, բայց փաստորեն մենք բոլորս առավոտյան, երբ մեր աչքերը բացում ենք, Լևոն դոբրը ուտրա, Մարինե դոբրը ուտրա, երբ մենք առավոտը մեր աչքերը բացում ենք, փաստորեն մենք ինչ ենք ուզում ենք, որ մեր բոլորիս տրամադրությունը լավ լինի, որ մենք առողջ լինենք եւ իմիջիալոս առողջություն եմ ցանկանում բոլոր մեր հետևորդներին, ովքեր առողջական խնդիրներ ունեն, նաեւ մեր Արմեն Օրձյանին Թավուշի մարզ եւ մեր Կարինեին Թիֆլիս եւ ահագին հետևորդներին, ովքեր ինձ պատմում էին իրանց խնդիրների մասին, ձեզ բոլորիդ ցանկանում եմ առողջություն, որը շատ կարեւոր է, քանի որ եթե մենք ասում ենք դրա մասին, որ առավոտը մենք պետքա մեր աչքերը բացենք, որ լավ տրամադրություն լինի, ինձ թվում է բոլորը համաձայն են, երբ մարդ հիվանդ է, ինչ որ հիվանդություն կապ չունի, փոքր թե լուրջ, ամեն օր ինքը աչքերը բացում է եւ խնդրում է Աստծուն, որ ինքը բուժվի, հա։ Դրա համար ի սրտանց ցանկանում եմ, որ եթե դուք վատ տրամադրությունով եք ձեր աչքերը բացում, քանի որ դուք հիվանդ եք կամ ինչ որ հիվանդություն ունեք, Աստված օգնի, անպայման դուք առողջ լինեք եւ մեզ նման բարի լույս Գայնե ջան, բարի լույս Կարինե Գոնյան, բոլորին բարևներ դա, Ռեզո ջան, քեզ էլ մեզ բարևներ։ Այնպես որ սա է մեր ցանկությունը, որպեսզի առողջ լինենք եւ առավոտյան աչքերը բացենք եւ լինի մեր մոտ լավ տրամադրություն։ Այո, մենք 36 տարի 37 տարի ապրում ենք մի հատ իրավիճակում, հա, երբ այս պատերազմը, Ղարաբաղյան պատերազմը մեզ վրա ահագին մեծ ազդեցություն թողեց եւ մեր ազգի մեծ մասը, այսպես ասած, տրավմայի մեջ է, ինչ որ վախեր ունի, ինչ որ good morning, ինչ որ վախ ունի, ինչ որ կոմպլեքսներ ունի։ Մենք սա պետք է հաղթահարենք ձեզ հետ միասին եւ ես վստահ եմ, որ մենք կարանք դա անենք։ Լինենք վստահ, հաստատ
սա մեր մոտ կստացվի, եթե մենք ուզենանք հասկանանք ինչի համար ենք մենք մտածում, ինչի համար ենք մենք ներվային լինում, այսինքն եթե մենք մեզ ուսումնասիրենք, մենք կարանք այդ հարցը լուծենք եւ լինենք ավելի վստահ եւ եղեք ավելի վստահ, քանի որ նորից եմ կրկնում ամեն օր նույն Հայաստանի մասշտաբով ինչքան բաներ է կառուցում եւ ինչու չասեք, որ այդ բաները շատ ուրախ երևույթներ է, հա, այսինքն երբ մենք այսօր օրինակ եթե մենք մտնենք տարբեր գյուղեր եւ քաղաքներ, դուք չեք պատկերացնում, սաղ պետության մասշտաբով կառուցում են ճանապարհներ, մանկապարտեզներ, հա, ջրամբարներ եւ ահագին մարդիկ առավոտը վեր են կացել, որպեսզի կառուցեն ձեր երկիրը, մեր երկիրը։ Եվ ինչու՞ չասենք, որ սա շատ հոյակապ լուր է, չէ՞։ Բայց մեզ համար սա սովորական է դարել։ Մենք ասում ենք, հա, դե լավ կառուցում են ճանապարհներ, դպրոցներ։ Սա մեզ համար դարել է սովորական բան, բայց սա սովորական բան չի։ Գիտեք, ուրիշ երկրներում այսքան բաներ չեն սարքում։ Ոչ Ուզբեկիստանում, ոչ Կազախստանում, ոչ մեր հարևան երկիրը եղբայրական Վրաստանում, ոչ մինտեղ այսքան բաներ ինչքան կառուցում են, Մարալ, привет большой, Саш, привет, Севак, большой привет։ Ինչքան կառուցում է հիմա Հայաստանում, ոչ մի երկրում, հա, սովետի այդ երկրներում չկա այսքան բաներ։ Եվ խոսքը դրա մասն է գնում, որ այնքան պատճառներ կա, որ մենք ուրախանանք, մենք արդեն սովորել ենք, մտածենք, որ ինչ ման գանք, որ տխրվենք, բայց եկեք փոխենք մեր տրամադրությունը եւ ման գանք այն պատճառները, որը մեզ թույլ կտա ուրախանանք։ Եվ այդ պատճառները շատ են, շատ պատճառներ ունենք, որ ուրախանանք։ Արման ջան, большой привет։ Դա այդ պատճառները շատ են։ Հա, այնպես որ կուզենայի այս եթերում ասեմ, որ թույլ չտաք ոչ մեկ ձեր տրամադրությունը գցի, թույլ չտաք դուք ձեզ գցեք ինչ-որ վատ տրամադրության մեջ, տեսեք նորից եմ ասում ինչ հոյակապ եղանակ է, ինչ հոյակապ եղանակ է եւ մի քիչ ավելի շատ մանեկեք, որպեսզի չչաղանաք, մի քիչ փոխեք դուք ձեզ էլ, ես իմ տարիքում հասցնում եմ նաեւ ժամանակ կորցնեմ դրա վրա, որ ես ինձ փոխեմ եւ ավելի շատ ման եմ գալիս, հա, ավելի ճիշտ եմ վերաբերում ես ինձ հանդեպ, ես իմ մարմնիս հանդեպ, հա, եւ դա ինձ թույլ է տալիս ավելի հեշտ ինձ զգալ եւ մեր մոտ կա, մեր ազգի մոտ կա այս խնդիրը, որ ավել քաշ ունենք եւ մարդիկ մտածում են թե այդ ավել քաշը դա նորմալ երևույթ է, բայց ոչ, պետք է ավելի շատ ման գաք, ավելի շատ ուժեր ծախսեք, քան թե դուք սնունդը օրվա ընթացքում օգտագործում եւ այդ դեպքում դուք մաշվելու եք եւ ավելի լավ եք ձեզ զգալու։ Այնպես որ դրա վրա էլ ուշադրություն դարձրեք, քանի որ դա կարեւոր է ձեր կյանքի որակն է դրանով բարձրանում։ Սոնա Եգիկյան, բարև ձեզ, Նունկա, բարև ձեզ, всем большой привет, Жанна, большой привет, Сара, большой привет։ Հա։ Հա, դե Սարա ջան, ամեն ինչ լավ է լինելու, ինչ անեք, տենց էլ է լինում։ Ես կուզենայի ձեզնից լսեմ ինչ որ խորհուրդներ, ինչն է որ չի հերիքում ձեզ համացանցում, ինչի մասին պետք է խոսանք, որ ձեր տրամադրությունը ավելի լավ լինի։ Ինչի կարիք դուք ունեք, որ ինչի մասին խոսա։ Գուցե ինչ որ մարզ եք ուզում որ ցույց տանք, որ մարզն է որը չի հերիքում ձեզ, այսինքն հիմա մենք ցույց եք տալիս Մասիս համայնքը, նաև Երևանում կուզենայի մի քիչ ավել սյուժենը նկարեմ, կանեմ դա մոտակա օրերը։ Ձեզ ինչն է որ չի հերիքում։ Ես պատրաստ եմ ձեր խորհուրդները լսեմ, որ մարզերը կուզենայիք որ ավելի մենք շատ ցույց տանք, եկեք դա անենք։ Բայց գրեք, քանի որ միշտ չի որ ես հասկանում եմ ինչ ուղղությամբ պետք է մենք գնանք, հա։ Ինչ թեմաների շուրջ պետք է խոսանք ավելի շատ, ինչ պետք է ավելի շատ ցույց տանք։ Դա նույնքա, ու սա գիտեք ինչ է, Հայաստանում ահագին մարդիկ չաղ են եւ իրանք գտնում են որ դա նորմալ է որ չաղ լինելը, բայց դա նորմալ չէ։ Պետք է ամեն կերպ մենք մաշվենք, որպեսզի ավելի հեշտ ման գաք։ Թավուշի մարզ, ճիշտ եմ հասկանում։ Թավուշի մարզը չի հերիքում մեզ, հա, հարգելի բարեկամներ։ Մենք կարանք ասենք որ Թավուշի մարզում մեզ քիչ ունենք սյուժեներ, չի հերիքում։ Կա տենց բան։ Հայ արտահանողների մասին հայ սփյուռք համագործակցության եւ հարկեր Մաքսեր Ռոմանջանը շատ բարի, Նարինա ջան, շատ բարի, այդ թեման ես ֆիքսեցի, այսինքն հայ արտահայ, хорошо, ուրեմն շատ բարի, դա
А ты не хочешь, Жанна, зайти ко мне в видеомост и сказать? Дучек узум. Жанна Джан, Ари кез миացнем видеомост. Агиль, большой привет, Роб Мовсисян, привет. Жанна Джан, Ари видеомост анек патми. Инчи чес узум, если орнак урах кылнем. Включить тебя видеомост. Давай ты сама это расскажешь в прямом эфире. Եթե դու դեմ չես, արի միացնենք, դու ասա դա եթերում եւ սա ավելի ճիշտ ճանապարհ կլինի, да? Агиль, учись на армянском тоже говорить. Вообще мы соседние народы должны понимать друг друга и понимать язык соседний, да. Поэтому в моем эфире сейчас на армянском я говорю, но можно научиться армянскому языку. Кстати говоря, знать языки соседних народов – это очень-очень неплохо. Большой всем привет, кто с чувством юмора. Пытаюсь. Вот видите, Агиль учится говорить на армянском языке. Мы должны двигаться к миру, а путь к миру – это уважение языка соседнего народа, уважение его музыки, обычаев, культуры. И мы должны сделать все возможное, чтобы положить конец вот такому плохому отношению к соседям, которое на самом деле является неестественным и которое мы должны исключить, Агиль. Я верю, что мы можем это сделать, несмотря на тех, кто постоянно ссорит армянский и азербайджанский народ. В этот солнечный день я хотел бы пожелать, чтобы все те люди, которые не понимают, насколько важен мир для двух государств, чтобы люди сконцентрировались на этой теме. Я пока возвращусь на армянский язык. Ռոբջան, այս ազգը ուտող խմող ազգա, բայց հավատա, երբ դու մաշվում ես ու քաշը քիչանում է, ինչքան ես դու քեզ հեշտ զգում, հա, եւ ինչքան հաճույքով ման ես գալիս։ Սա շատ կարեւոր է, հարգելի բարեկամներ, քանի որ մեր ժողովուրդի մեծ մասը չաղ են եւ ոտով չեն ուզում ման գան։ Տեսեք, մարդիկ նստում են ավտոբուս, իրանք ունեն ավել ժամ, տեսեք, Երևանում եւ Հայաստանում մարդիկ ունեն ավել ժամ, հա, իրանք կարան ոտով հասնեն իրանց տունը, օրինակ ինչի՞ չեք դուք Կասկադից ոտով գնում ձեր տունը, մի ժամ։ Դուք ասում եք, վայ չէ, չաղ եմ, վայ ծանր եմ, վայ սիրտս ցավում է, բայց սիրտդ ինչի՞ է ցավում։ Դու 40 տարեկանում, 50 տարեկանում դու հարց չես տալիս, ինչա քո սիրտը ցավում։ Դրանից որ դու ման ես գալիս, ասում ես սիրտս ցավում է։ Դրա համար էլ ցավում է, որ քեզ ավել քաշ ունես եւ այդ ավել քաշը խնդիրները արդեն ստեղծել քո մարմինիդ մեջ, որ ասում ես սիրտս ցավում է։ Խնդիրը դրա մեջ է։ Սիրտդ պետքա չցավա։ Տեսեք, ես օրը 5 ժամ ման եմ գալիս ու իմ մոտ չի լինում, որ սիրտս ցավա, կամ էլ ես հիշում եմ 4 տարի առաջ ես սկսել եմ մարզվել, ավելի շատ սպորտով զբաղվել եւ առաջի 6 ամիսը գիտեք ինչ է իմ մոտ եղել, ադիշկա։ Ես հայերեն չգիտեմ ադիշկան ոնց է։ Հա, ոնց են հայերեն դա ասում, այդ ադիշկան։ Իմ մոտ շատ լուրջ խնդիրներ ա եղել առաջի 6 ամիսը, երբ ես գնում էի կարդիո տրենիրովկի եւ պարապում էի, այս ձևի խնդիրներ ա եղել։ Այս ձևի ես շնչում էի, քանի որ մի ժամ ման էի գալիս, կապուտը ինձ համար դժվար էր։ Ասում եմ Տեր Աստված, այս սիրտս վատ է աշխատում։ Քանի որ իմ սիրտս կամ ձեր սիրտը, երբ դուք շատ ման չեք գալիս, երբ տեղափոխվում եք ավտոյով կամ էլ ավտոբուսով, շնորհակալ ենք Կարինե ջան, շատ։ Երբ դուք ման եք գալիս ավտոբուսով կամ ավտոյով եւ ման չեք գալիս ոտով, դուք երբ կես ժամ ման եք գալիս, ասում եք մեր սիրտը դժվար է։ Кстати, Лен, 25 числа буду у вас в гостях. Сегодня должны были быть съемки, перенесли на 25 число. 25-го приеду к вам в гости. Այնպես որ այդ սիրտը ցավում է այդ պատճառով, որ մեր մարմինը ճիշտ չի աշխատում։ Խորհուրդ եմ տալի ժողովուրդ ջան, Լաուրա, спасибо большое. Շնչագերգություն, այո, շնչագերգություն։ Բելան գրում է, ես հիմա օրը 10,000 քայլից ավելին քայլում եմ ամեն օր, 2 ամսում 16 կիլոգրամ նիհարել եմ։ Բելա ջան, պատկերացրեք, որ այդ քայլելը շատ ճիշտ է, բացի դրանից, եթե շնորհակալություն Էստեր ջան, շնորհակալություն։ Բացի դրանից ասեմ, որ այդ կալորիաները, որը մենք ուտում ենք օրվա ընթացքում, ես վստահ ձեզ կարամ ասեմ, ինչքան ուզում եք մանեք եք, ինչքան ուզում եք լողացեք, վազեք, այո, դա օգնում է, բայց եթե դուք մի քիչ
ավելի քիչ հաց չուտեք, դուք չեք կարողանալու քաշը իջացնեք, հա։ Քայլեր արեք, որպեսզի դուք ավելի քիչ ուտեք եւ ավելի շատ շարժեք։ Եվ ասում եմ, ահագին մարդիկ տունը նստած են ու դրա համար ասաղ վաղ մտածում են ուտելիքի մասին։ Գնանք խալադильնիկը բացենք, էլ ինչ ուտենք, չայ սարքենք խմենք, կինո նայենք, էլի ուտենք, էլի խմենք, բայց եթե դուք այդ ժամանակ երբ տունը նստած չգիտեք ինչ անեք, դրա այդ ժամանակ ման գաք, նաուշնիկներ եք առնում, տելեֆոնից երաժշտություն եք լսում, մի ժամ ման եկեք, հետ եկեք տուն։ Մի ժամ ձեր փողոցից տեսեք որտեղ ավտո չկա, հանգիստ կարակ ման եկեք։ Գնացեք արտով ման եկեք, գնացեք փողոցով ման եկեք, հա, մի ժամ, բայց օրը եթե 2 ժամ գանգակ, вообще բոմբա է, հա, вообще բոմբա։ Եվ այդ մանգալը հավատացեք, որ սպորտի էֆեկտ ունի։ Այսինքն մանգալը, ոտով մանգալը, սպորտի էֆեկտ ունի։ Եվ պետք է ուտելիքը քիչացնեք, то есть надо меньше есть при любом раскладе։ Հա, դե էլ չասեմ, որ այդ կոկա-կոլան չխմեք, սպրայթը մի խմեք, մայոնեզը հանեք, ընդհանրապես մի կերեք մայոնեզը, ժարի տարած բաները աշխատեք չուտեք, можете потушить։ Եթե դուք սիրում եք сковородки вրա ինչ-որ բաներ жарить տանեք, потушите, не обязательно жарить, да, можете потушить сковородки и поесть в тушеном виде, опять-таки заправив правильной там заправкой. Սարաջան, Ռոմաջան, համով ուտել սիրում եմ, պետք է ուտես 1 ժամ հետո մարզվես ու օրը 1 տևի ցավ լիմոնի ջուր խմես։ Իմիջիայլոց այդ լիմոնը իսկապես օգնում է, բայց պետք է նայել, եթե ձեր խնդիրներ չունեք ժելուդկի հետ, այդ դեպքում այո։ Ժանա ջան, իմիջիայլոց Ղարաբաղում էլ են սիրում այդ յուղոտ բաները, դուք համաձայն եմ։ Բայց քանի որ մեր Ժանա Սարգսյանը ինքը մեր սիրելի ղարաբաղցիներից է, ասեմ որ Ժանա ջան, նույն ժինգյալով հացը շատ օգտակար է, այնպես որ Ղարաբաղյան պլանը շատ է քննադատում, բայց ղարաբաղցիների կերակուրը շատ համով է, այնպես որ ժինգյալով հացը մենք թույլ ենք տալիս, որ օրը ինչքան ուզում եք ուտեք, ժողովուրդ ջան։ Եվ եթե տեսնում եք, որ ժինգյալով հաց են վաճառում, առեք անպայման, աշխատասեր մեր քույր եւ եղբայրներին, արցախցիներին ամեն ինչով եկեք օգնենք։ Ովքեր ազնիվ են, աշխատասեր են եւ մեզ նման սիրում են Հայաստանը եւ ուզում են Հայաստանը ուժեղանա, իրանց համար մեր սիրտը հանենք ու տանք, խնդիր չկա։ Իսկ դրանք ովքեր հանցագործներին պաշտպանում են, դրանց հետ խոսք չունենք, մենք դրանք մեզ համար չեն կարող լինեն ընկերներ, այսքան ասեմ։ Չէ, դիետոլոգ չենք, Գագիկ ջան, դիետոլոգ չենք, ուղղակի մի քիչ որոշեցինք մաշվենք։ Ասեմ ժողովուրդ ջան, որ կուզենամ, որ մենք ամեն օր սենց եթերներ անենք, իրար հետ խոսանք, հասարակ թեմաներով, ես ուրախ կնեմ։ Նորից եմ կրկնում, եթե մեր հետևորդներից ինչ-որ մեկը պատրաստ է լավ տրամադրության մասին խոսա, ես պատրաստ եմ ձեզ միացնեմ, 3 ուզում եմ միացնել, հետևորդները վախենում են։ Իմիջիայլոց հետևորդները շատ հեշտ գրում են, չէ, եթերի ժամանակ, բայց ասում ես, եկեք եթեր ձեզ հանեմ, վախենում են, այսինքն իրանց հետևորդը ինչի է վախենում եթեր դուրս գա, այսինքն վիդեո մոստ։ Ասում է, վայ, գուցե ես չկարողանամ խոսամ, գուցե իմ տեսքս այդքան լավը չի, բա ժողովուրդը ինչ կասեն։ Վայ, հեշտ է, չէ, գրել, 2 հատ նկար դրել Facebook-ում, բայց երբ մարդ դուրս է գալիս եթեր, մարդիկ իրան տենում են, հա, ժվոյ վիճակում, եւ այդ մարդը կոմպլեքսավորվում է, այսինքն ինչի՞ չի հետևորդը դուրս գալիս եթեր կամ վախենում է եթերներից։ Իրան կոմպլեքսներ ունի, իրան թվում է, որ ինքը եթերում լինելու է ոչ ճիշտ ինչ-որ ոճի մեջ, որ իրան կարան քննադատեն, եւ այնպես որ այդ եթերներում խոսելը մի կողմից թվում է թե հեշտ է, բայց դուք կարաք մտածեք ձեզ համար, որ այն որ դուք վախենում եք դուրս գաք եթեր, պատճառը նա է, որ դուք կոմպլեքսավորվում եք եւ դուք մտածում եք, որ եթեր դուրս գալը մի քիչ վտանգավոր է, ասում ես, վայ, ես մազերս գուցե լավ չի սանրված, կամ էլ ինչ-որ սխալ բան եմ ասելու, մարդիկ ասելու են, «Էս ինչ է խոսում», կամ էլ մարդ կա իրան թվում է, թե ինքը իրան թվում է, որ իրան բան չունի ասելու եւ ուրիշ մարդիկ երբ իրան նայեն եթերում ասելու են սա անգրագետ է, սա вообще ոչ մի բան չի իմանում, բայց մի վախեցեք ժողովուրդ ջան, մի վախեցեք ընդհանրապես լինել դուք ձեր ոճի մեջ, քանի որ ես ահագին ժամանակ մտածում եի, ինչ պետք է ես ասեմ եթերում, որպեսի լինի դա բոլորի համար բոլորը հաճույք ստանան։ Առաջի տարիները ես տենց էի մտածում, հետո հասկացա, որ դա պետք չի անել։ Առաջ ես համերգ էի վարում Կրեմլիում, հա, դուք կարաք YouTube-ում տենաք,
вообще ուրիշ ոճի մեջ եմ։ Հեռուստատեսությունում եմ աշխատել вообще ուրիշ ոճի մեջ։ Բայց Facebook-ը թույլ չի տալիս շատ լուրջ լինես կամ էլ չգիտեմ լուրջ բաների մասին խոսած։ Facebook-ը sense հասարակ մի հատ հա տարածք է, այո, ինչ բանական է, բարոյական է, այո։ Facebook-ը այն տարածքն է, որը պետք է լինի sense ազնիվ, այսինքն ոչ կանք պետք է տենց էլ խոսանք, շատ լուրջ զրույցները ոչ մեկին պետք է ցույցեն։ Նշեմ, որ նոր եմ եկել Շրի Լանկայից, նկարահանումներ ենք դեղ եղել, նաև հանգստացա մանեկ ավելի շուտ, քանի որ հանգստանալը մի քիչ սխալ բառ է երևի։ Եվ Շրի Լանկայում ամենամեծ աշխատավարձը մոտավորապես $200 է։ Ժողովրդի մեջ, այսինքն ահագին մարդիկ գործ չունեն вообще Շրի Լանկայում։ Եվ ամենամեծ աշխատավարձը $200 է։ Եվ գիտեք ես ինչից եմ զարմացել։ Մարդիկ աշխատում են օրը 12 ժամ, $200 իրենց աշխատավարձը, բայց այնքան բարի են այդ ժողովուրդը։ Այնքան լավ են վերաբերվում մարդկանց հանդեպ։ Դուք չեք պատկերացնում։ Ես պրոստը հիացած եմ եղել Շրի Լանկայում, հիացած։ Ես չեմ կարող պատմեմ ձեզ ինչքան հոյակապ ժողովուրդ են ապրում Շրի Լանկայում։ Եվ ասեմ, որ տարին 2 անգամ կոպեկներով ավիատոմսեր են վաճառում, հիշեցնեմ, որ փետրվար ամսում եւ հոկտեմբեր ամսում, այս հոկտեմբեր ամսում էլի վաճառելու են Air Arabian, այնպես որ դուք միշտ կարող էժան տոմսեր առնեք, կոպեկներով թռնեք տարբեր երկրներ եւ ընդհանրապես Հայաստանում այդ հնարավորությունը բոլորիս ունենք, այնպես որ օգտվեք այդ հնարավորությունով եւ թռեք տարբեր երկրներ։ Ինչ ասեմ, զարմանալի է, որ ասում եմ մարդիկ շատ վատ են ապրում, բայց ինչքան բարի են եւ երջանիկ։ Եվ այսօր ես խոսում եմ մի հատ ընկերուհուս հետ, ասում եմ պատկերացրու դրա մասին եթերներում եմ ասել։ Ասում եմ մտնում ես հայ տունը, որ հայ տունը մտնում ես, հա, պանիրը սեղանին դրած։ Օրինակ նախաճաշը, չէ, հայ տունը մտնում ես, պանիրը սեղանին դրած, կարագը սեղանին դրած, սմետանը սեղանին դրած, սասիսկան սեղանին դրած։ Չեմ ասում բոլորի մոտ ամեն օր տենց է, բայց վստահ եղեք, որ հայ տուն մտնես, չկա տենց տուն, որ մենակ չայ լինի, չէ, չկա տենց տուն։ Սասիսկին դրած, մեկը կալբասա կտրում, պատկերացրեք, նախաճաշին 5-6 բան կարող է սեղանին դրած լինի։ Այդ դեպքում մենք չենք կարող ասենք, որ մենք վատ ենք ապրում։ Մենք չենք կարող ասենք, որ մենք սոված մեռնում ենք։ Հասկանում եք, սա փաստ է։ Կամ էլ աբեդին ուժինին, երբ մենք գնում ենք հայերի տունը, դուք տենում եք, չէ, կանաչին դրած, աղտերացը, հա, այդ թթուն դրած, պանիրը դրած, այդ ամենակիչը, ով ինչ զակրուտ կայանում ձմեռը, իկրայա, ինչ որ չգիտեմ, բադրջանով սենց տուշիտ արած տարբեր բանկաներ բացում են, այսինքն 5-6 բան սեղանին դրած մարդիկ հաց են ուտում։ Ու չեմ էլ ասում սուպ, հա, գրեչկա, բրինձ, կոտլետ, չգիտեմ, տարբեր հա, խորովածներ կամ էլ կուրիցա գրիլ են սարքում եւ այլն այլն։ Այդ դեպքում ոնց կարանք մենք Աստծուն ասենք Աստված ջան մենք սոված ենք կամ մենք վատ ենք ապրում եւ եթե մենք սրա վրա ուշադրություն դարձնենք, այնքան է մեր կյանքը ավելի լինելու հեշտ, ավելի շատ կներեք քաղցր, ավելի երջանիկ։ Եվ ասում եմ նոր Շրի Լանկայում եմ եղել, երբ ես տենում եի հյուրանոցում 12 ժամ ոնց են աշխատում այդ օֆիցիանտները։ Հա, պատկերացնում եք այնքան են բարի։ 2 կոպեկի համար սաղ երկիրը աշխատում է։ Եվ ոչ մեկ չի ասում, «Վայ, այս երկիրը երկիր չի, չգիտեմ ինչ, հա»։ Այսօր ես կուզենայի այս եթերում բարի խոսքեր ձեզ ուղարկեի, սկանդալ չկա, գորգորալ չկա, ուժեղ թեմաներ չկա, ներողություն, այդ թեմաները շատ են մարդիկ նայում։ Այսօր ես այս եթերը ուզում եմ պրոստը անեմ ձեզ համար, ասեմ, որ իսկապես երբ ես աչքերս բացում եմ լավ տրամադրությամբ, անպայման զավտրակ անելուց, ասում եմ Աստված իմ օգնի այն մարդկանց, ովքեր մեզ նման չեն կարող հանգիստ, հա, օրինակ մարդիկ կան, ովքեր հիվանդ են, կամ ինսուլտ են, կամ ուժեղ խնդիրներ ունեն, կամ էլ մարդիկ կան պարտքերի մեջ խրված, մարդ կա, որ իր երեխան խաղում է, տունը քանդում է, հա, մեկը թմրանյութի վրա նստած է, այնքան խնդիրներ կա մարդկանց մոտ։ Եվ տա Աստված այդ խնդիրները լուծվի, դա շատ կարևոր է մարդկանց համար։ Մարդիկ մտնում են Facebook, չէ, տարբեր եթեր են նայում, ինչ որ գրառումներ են թողում, բայց մենք չենք պատկերացնում, որ այդ Эльза, большой привет, дорогая։ Մենք չենք պատկերացնում, որ այդ մարդիկ, ովքեր մեր ընկերների մեջ են, Facebook-յան էջերում գրում են, չէ, գրառումներ են գրում։ Մենք չենք պատկերացնում, որ ահագին մարդկանց խնդիրներ ունեն։
չենք պատկերացնում։ Մարդիկ խնդիրներ ունեն, որը չեն կարող լուծեն, ու դա փողային խնդիրի չի, հասկանում եք։ Ասում եմ, ես մի ամիս առաջ ես պատմեցի ձեզ գաղտնիք մի հատ պատմություն, որ Երևանի ամենահարգված դատավորներից մեկը Երևանում, որը կաշառք չի վերցնում, որը իրական մեջ երկուսենյականում տան մեջ ոնց ապրում է 15 տարի առաջ, նենց էլ ապրում է։ Ու այդ դատավորը այսօր գնացել է իր տունը բանկում զալոգա դրել, ես պատմել եմ, ով չի լսել, ուզում եմ պրոստը կրկնեմ, ու այդ դատավորը տարել է իր տունը զալոգա դրել բանկում, քանի որ իր տղան խաղում է եւ սաղ փողերը բան, все деньги проиграл, понимаете? Տեսեք ինչ վիճակ է, էլի, Անդրանիկ ջան, բարևներ։ Տեսեք ինչ լուրջ խնդիր է, այսինքն այդ մարդը դատավոր է, հայտնի դատավոր է, հարգված մարդ։ Ու տունը տարել է բանկում դրել, որ այդ տղու իր տղու պարտքերը փակի եւ նենց ինքը, գիտեք, նենց վիճակում է այդ տղան, որ ինքը ասում է, ես հարգված մարդ եմ, բայց այս ձևի պատմության մեջ եմ ընկել։ Եվ նաեւ Իրան եմ ցանկանում, որ իր խնդիրները լուծվի, քանի որ սա կաշմար է, երբ դու տղա ես մեծացնում, հա, եւ քո միակ տղան գնում է փողա խաղում ու քաքի մեջ ակցում, քեզ քիչա որ ոչինչ բանով չի օգնում իր հորը։ Քիչա որ ոչինչ բանով չի օգնում իր հորը։ Նենց քաքի մեջ ակցել, որ այդ մարդը իր տունը զալոգա դրել, որբեզի այդ հարցը լուծվի։ Սա շատ մեծ լուրջ խնդիր է, շատ։ Եվ մենք մեկ ասում ենք, բայց ժողովուրդը չարացած են, ժողովուրդը նեղացած են Facebook-ում։ Գիտեք ինչ, շատ վաղ իրանք մեր հանդեպ վատ չեն վերաբերում։ Շատ վաղ համացանցում, եթե ինչ-որ մեկը ձեզ հետ կրվում է, դա չի նշանակում, որ ինքը վատ մարդ է, կամ էլ ձեր հանդեպ վատ է վերաբերում։ Արշալույս, большой привет, Ղափան։ Ձեր ամուսնուն էլ մեծ բարևներ, Արշալույս։ Ասեք, որ շատ եմ սիրում ու հարգում ձեր ընտանիքը, եւ դուք այնքան լավ ինձ Արփինեին ընդունեցիք, որ վստահ եմ, որ Արփինեն հիմա Իսպանիայում է, բայց Արփինեին էլ, Լովային էլ ես կասեմ, որ մենք հաջորդ անգամ անպայման էլի գանք ձեր մոտ։ Այնպես որ սպասեք մեզ հյուր։ Արշալույսը նենց սեղանա մեզ համար գցել, դուք չեք պատկերացնում, ինչ պանիր, ինչ թեյ, ինչ հարգանք, Տեր Աստված, շնորհակալ եմ։ Եվ միջայլոց բոլոր ղափանցիները այս ձևի մարդիկ են, հոյակապ, բարի, շատ շնորհակալ եմ Արշալույս ջան, շատ այնքան դուք հոյակապ եք վերաբերվել մեր հանդեպ, որ բան չգիտեմ ինչ խոսքեր ասեմ, որ անպայման գալու ենք, անպայման։ Եվ հեսա Արշալույսը կա Սեղափանում, որ սաղ Հափանի ճանապարհները, կանալները, ինչ ռեմոնտներ ա գնում Հափանում, խոսք չկա, սաղ քաղաքով տակից մինչև գլուխ։ Տեսեք, սա էլ է ուրախանալի փաստ, մենք մեկ տխրվում ենք, սա հոյակապ մի հատ փաստ է, որի մասին պետք է էլի ասել, որ մեր ղափանցիները տենում են, որ Ղափան համայնքը եւ պետությունը տարբեր ծրագրերով, հա, օրինակ գործ կա, որը կատարում է մենակ պետությունը, այսինքն Ղափանում կան բաներ, որը կառուցում է պետությունը, այդ գումարը ծախսում է պետությունը։ Բաներ կա Ղափանում, որը մենակ համայնքն է ծախսում փողը եւ դա էլ է պետական գումարները։ Բայց մեծ մասը պետությունը եւ համայնքը միտեղ են անում սուբվենցիոն հա ծրագրերով։ Այնպես որ ես ձեզ հետ միասին սիրելի հապանցիներ ուրախանում եմ այդ ամեն լավ բանի համար։ Ասածս ինչ է, որ այն մարդիկ, ովքեր իբր չարացած են կամ մեզ նեղացնում են Facebook-ում, մենք չենք պատկերացնում ամեն մարդուն խնդիրներ ունի։ Մեկը հարսիկի հետ է իր առուտում, մեկը, չգիտեմ, իր ծոշան է իր հետ շատ վատ հարաբերությունների մեջ, էլի եմ ասում, մեկը հիվանդություններ եւ այլն։ Այնպես որ Նունե ջան, большой привет։ Այնպես որ ուզում եմ այսօրվա եթերը վերջացնեմ այս ձևի մտքով, ավելի եկեք լինենք դիմասկուն եւ նորից կրկնեմ, եթե խոսքը գնում է Հայաստանի մասին, ահագին մեծ աշխատանք եք անելու բոլորս միասին, որպեսզի Հայաստանը լինի ավելի ուժեղ, ավելի փայլուն եւ ոչ մեկ թող չմտածի, որ ինչ որ մեկը կարա մեզ հաղթի բոլորիս, երբ ես ասում եմ մեզ, ինադու ունեմ բոլորիս ժողովրդին, ոչ մեկ չի կարա մեզ հաղթի, ոչ մեկ չի կարա մեր ճանապարհին կայնի, ու բոլորդ վստահ եղեք, որ ամեն ինչ լինելու է լավ, եւ բոլորդ վստահ պետք է լինեն, որ 24 ժամ, доброе утро, 24 ժամ օրվա ընթացքում ես աշխատում եմ ձեզ համար, ես կայնած եմ ձեր մոտ, ոչ մեկից չեմ վախեցել եւ չեմ վախենալու,
այո, մենք քննադատում ենք, ինչ որ խնդիրների մասին խոսում ենք, բայց մենք շատ ուրախ ենք ամեն ինչից, ինչ հիմա կատարվում է եւ աշխատանք եք տանելու, որբեզի ամեն օր լինենք ավելի ուժեղ։ Սա էր իմ ասածս, շատ հանգիստ եղեք ու վստահ, որ մենք իրար հետ անելիքներ շատ ունենք անելու։